Անկեղծ զրույցներ Բորիսի հետ։ Այսօր խոսելու ենք հայ հայրիկների մասին։ Ավելի ճիշտ տղա երեխաների հանդեպ նրանց վերաբերմունքի մասին։ Սիրելի հայրիկներ, իսկ կյանքում չեք մտածել, որ մեր հետ կարելի է խոսել սիրո, ջերմությամբ, ջիգարով։ Կեղծ եմ ասում, արա էշի տղա, տայտությունները ինչքան էլ որ դուք ներքուստ սիրով եք դրանք ասում, այդքան էլ հաճելի չէ։ Գիտեք, մի հատ ավելի աբսուրդային սիտուացիա էլ կա։ Այդ կիմանան այն մարդիկ, ովքեր տունը շուն ունեն։ Որ տանը հայտնվում է շուն, papan սկսում է շանը ասել բալես, իսկ քեզ շարունակում է ասել արա։ Շուննա։ Շունա, ախրտնա շունա, ես քո տղեն, ինքը շուննա, ես քո տղեն, ինքը բալես ես արա։ Երկրորդ հարցը։ Չի ցավար դուք պատկերացնում եք, որ մենք միշտ հեռախոսը ձեռքում այսպես սպասում ենք, որ դուք հենց զանգեք վերցնենք։ Ասենք Այն որ մենք էլ ենք զբաղված լինում, անհարմար է լինում, միգուցե այդ բային ընդհանրապես հնարավոր չէ, այս տարբերակները չկան, հա։ Ծանոթ զգացողություն կլինի, որ հեռախոսը հանում ես, տեսնում ես պապայից պրապուշնիկա ու արդեն քո կյանքը փչացել է այդ վարքյանից։ Սկսում ես գալ մոտալուտ վտանգը, մոտալուտ հայ հոյանքների հոսքը դեպի քո կյանք, որոշ դեպքերում շատ հնարավոր է մոտալուտ սիլան։ Երրորդ պահը։ Էլի հայրիկներ, մենք եւս ունենք անձնական կյանք։ Շատ հնարավոր է, որ մենք ազատ օրերին չենք ուզում զարթնենք առավոտը 8-ին։ Եթե մեզ արդեն առավոտ 8-ին արթնացրել եք, միգուցե մենք չենք ուզում իջնենք մեքենա լվալու, ռեմոնտ անելու, չգիտեմ, ծառ տանգելու։ Ոչ մեկը չի ուզում, որ մեր ընկերները կողքից լսեն, թե ոնց եք դուք մեզ հեռախոսով քֆրտում։ Վերջում սիրելի հայրիկներ, ուզում եմ ասել, որ մենք ձեզ բոլորին շատ սիրում ենք, մենք սիրում ենք ձեր խասյաթը, ձեր մունաթը, ձեր հայոյանքները, ամեն ինչ լավ, ավակյազեցի արտահայտվում մի քիչ հանգստանանք։